Բարի ուշ գիշեր, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հատուկ թողարկումն է, ես Գարմին Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Մերձավոր արևելյան կաթսան շարունակում է եռալ, Թրամփին փորձել են սպանել, ինչ է հայտարարել Վաշինգտոնը, ԱՄՆ-Իրան բանակցություններ, Թեհրանը մերժում է այս տարբերակը, որդին կփոխարինի հորը, ով կզբաղեցնի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնը, էներգետիկ քարտեզը վերաձևվում է, Բաքու թե Անկարա, ով է շահում լարվածությունից, ԱՄՆ-Իրան պատերազմը խառնեց զբոսաշրջիկների պլանները, ինչ է կատարվում օդանավակայաններում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ մեկնարկում է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատասխան գործողությունների 18-րդ ալիքը։ Ֆարս գործակալությունը նաև պնդում է, որ Իրանի կառավարությունը մշակում է երկիրը երկարատև պատերազմի ընթացքում կառավարելու ծրագիր։ Ավելի վաղ Իրանի արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվածքներ են ստացել ավելի քան 300 երեխա և դեռահաս, զոհվել է 1045 մարդ։ Թեհրանում գտնվող դիվանագիտական ոստիկանության շենքը նույնպես ավերվել է ռմբակոծության ժամանակ։ Շրի Լանկայի ափերի մոտ իրանական ռազմանավի վրա սուզանավի հարձակման պատճառով անհետ կորել է 101 մարդ, կա առնվազն 78 վիրավոր։ Սուզանավի պատկանելությունը հայտնի չէ։ Daily Mirror-ի տվյալով սուզանավի թիրախը եղել է Իրիզդենա ֆրեգատը։ Այն կցված է Իրանի ռազմածովային ուժերի հարավային նավատորմին և վերջերս մասնակցել է Հնդկաստանում իրականացված ռազմածովային զորավարժություններին։ Նավում եղել է առնվազն 180 մարդ, որոնցից 30-ը փրկվել է և տեղափոխվել են հիվանդանոց։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հայտարարել է, որ Իրանը թույլատրել է բարեկամ երկրների երկու նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Սակայն Հորմուզի նեղուցը դարձել է այս օրերին Իրանի տնտեսական հիմնական զենքը։ Միջազգայնագետ Կովկասի հարցերի փորձագետ Էհսան Մովահիդյանը գործընկերոջս հետ զրույցում ասել է, որ բորսաները և էներգետիկ շուկաները փլուզվում են, նավթն ու գազը թանկացել են։ Փորձագետի խոսքով այս քայլը զայրացրել է հակառակորդին ու սկսել է ռմբակոծել քաղաքացիական և բնակելի թաղամասեր։ Փորձագետը խոսել է նաև մայրաքաղաքում տիրող վիճակի մասին։ Էլեկտրաէներգիան, ջրի, գազի մատակարարումը և հասարակական տրանսպորտի ծառայությունները հասանելի են առանց որևէ խնդրի։ Ինտերնետային ներքին ցանցը հասանելի է, սակայն միջազգային ցանցին հասանելիությունը սահմանափակ է։ Երբեմն քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքացիական տարածքների վրա Միացյալ Նահանգների և Իսրայելի դաժան հարձակումների պատճառով էլեկտրաէներգիան անջատվում է մինչև կես ժամ։ Սակայն այս առումով լուրջ խնդիր չկա։ Բանկերը, խանութները և հիվանդանոցները շարունակում են աշխատանքը։ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը վերաձևում է էներգետիկ քարտեզը, Եվրոպան վերանայում է հաշվարկները։ Բրյուսելում փորձում են արագ արձագանքել զարգացումներին, խորացնելով գործակցությունը Թուրքիայի հետ։ Նաև փորձում են ակտիվացնել կապերը Բաքվի հետ, բայց դա կարող է արդյոք էապես փոխել եվրոպական էներգետիկ անվտանգությունը։ Ինչ կարող է փոխվել եվրոպական շուկայում և ինչ դեր կարող են ստանձնել Թուրքիան և Ադրբեջանը, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Մերձավոր արևելքում լարվածության խորացման ֆոնին Եվրամիությունը փորձում է վերադասավորել իր էներգետիկ առաջնահերթությունները։ Եվրահանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ գտնվում է Բաքվում ԵՄԱ-Ադրբեջան էներգետիկ գործակցությունն ամրապնդելու նպատակով։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ ադրբեջանական ուղղությունը այս պայմաններում Եվրոպայի համար առաջնահերթություն է, հատկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում, դա կարևոր ուղղություն է, ինչ խոսք, բայց դա կրկնում եմ այն ծավալը չի, որը կարող է ապահովել Եվրոպական միության գազային եւ առհասարակ էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանի դերը հատկապես կարևոր է ԵՄ հարավարևելյան երկրների համար, սակայն ոչ ամբողջ միության մասշտաբով։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը հարցը դիտարկում է թվերի եւ ենթակառուցվածքների համատեքստում։ Նա հիշեցնում է, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է հարավային գազային միջանցքով մատակարարումները կրկնապատկել մոտ 10 միլիարդ խորանարդ մետրից հասցնելով 20 միլիարդի։ Ավելացնում է արդյոք սա Ադրբեջանի դերը եւ նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Իհարկե, բայց եթե հարցը դիտարկում ենք թվերով եւ լոգիստիկ առումով, ապա իհարկե այստեղ առաջանում են մի շարք հարցեր եւ ասպեկտներ, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։
Միևնույն ժամանակ Եվրամիության տարեկան գազի սպառումը կազմում է շուրջ 400-ից 450 խորանարդ մետր։ Ուստի նշված ծավալը չի կարող արմատապես փոխել եվրոպական էներգետիկ պատկերը։ Դավթյանը կարևորում է նաև Թուրքիայի գործոնը, նշելով, որ ռազմավարական նշանակություն կարող է ստանալ նրա դերը որպես գազատրանսպորտային հանգույց։ Խոսքը թուրքական հոսք եւ երկնագույն հոսք գազամուղերով ռուսական գազի հնարավոր վերաարտահանման սցենարի մասին է։ Այստեղ Թուրքիան փորձում է դիրքավորվել որպես շատ կարևոր գազատրանսպորտային հաբ եւ չի բացառվում այն սցենարը, որի ներքո Թուրքիան էապես կավելացնի բնական գազի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից վերոնշյալ գազամուղերով, վերաարտահանելով այն եվրոպական շուկա։ Եվրոպայում սա իհարկե քաղաքական նկատառումներից ելնելով դիտարկում են որպես խիստ բացասական սցենար, բայց այնուամենայնիվ հնարավոր սցենար։ Իսկ արդյոք Ադրբեջանի դերը էապես մեծանում է։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի գնահատմամբ ներկայումս խոսքը առավելապես քաղաքական հայտարարությունների մասին է, ոչ թե արագ գործնական արդյունքների։ Նրա խոսքով նույնիսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրագործման դեպքում Ադրբեջանը լավագույն դեպքում կարող է ապահովել Եվրամիության գազային պահանջարկի մոտ 5%-ը։ Ներկա պահին այդպիսի արագ դիվերսիֆիկացիա, ինչպես ասում են մեր մոտ ասել, չի կարող ապահովել որևէ պետություն, այդ թվում Եվրամիության երկրները առանձին կամ միասնաբար։ Հա, կարող է Ադրբեջանը որոշակիորեն ավելացնի արտահանումը եվրոպական երկրներ, բայց հիմնականում Ադրբեջանի կարևորությունը ամբողջ Եվրամիության համար շատ ուղղված է։ Ավետիսյանը նույնպես ընդգծում է տարանցիկ հնարավորությունների կարևորությունը եւ նշում, որ կտրուկ դիվերսիֆիկացիա այս փուլում իրատեսական չէ։ Նա հիշեցնում է նաեւ թուրքական հոսք եւ երկնագույն հոսք խողովակատարերով դեպի Եվրամիություն ուղղվող գազի հնարավոր տարբերակը։ Այսինքն կարող այնպես իրավիճակը ստեղծվի, որ Եվրամիությունը ստիպված լինի նաեւ այդ տարբերակը դիտարկել։ Փորձագետների գնահատմամբ Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ հատկապես հարավային Եվրոպայի երկրների համար, սակայն չի կարող դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության առանցքային հենասյունը։ Իսկ Թուրքիան, լինելով եվրոպական համակարգին միացած մի շարք գազամուղերի հանգույց, կարող է նշանակալի դեր ստանձնել հնարավոր վերաարտահանման սցենարներում։ Անահիտ Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել Թրամփին, սակայն ԱՄՆ նախագահին սպանելու փորձ կատարած կազմակերպության առաջնորդին գտել ու սպանել են։ Հեքսեթի խոսքով Միացյալ Նահանգները սկսում է հարվածներ հասցնել Իրանի տարածքի ավելի խոր հատվածների։ Ամերիկյան Սուզանավը Պարսից ծոցում կործանել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր ռազմանավը։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում կհաստատեն լիակատար օդային գերակայություն Իրանի նկատմամբ։ Վաշինգտոնը կգործածի անսահմանափակ քանակությամբ գերճշգրիտ գրավիտացիոն ռումբեր։ Ամերիկան հաղթում է վճռականորեն, կործանարար և անողորմ։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը ասել է, որ առաջիկա ժամերին լիակատար վերահսկողություն կունենան Իրանի օդային տարածքի նկատմամբ մեր առջև դրված խնդիրները կատարելու համար, ասել է Սպիտակ տան խոսնակը։ Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդականը հայտարարել է, որ Իրանը 3 անգամ հարվածել է Իսրայելի գլխավոր շտաբի շենքին և հրետակոծել է վարչապետ Նեթանյահուի գրասենյակը։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդական Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով ԱՄՆ-ի հետ երկխոսության հիմք չկա, քանի որ Իրանը չի վստահում ամերիկացիներին։ Անդրադառնալով 1980-ից 1988 թվականների Իրան-Իրաք պատերազմին, նա նշել է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մոխբերն ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են հասնել Իրանի մասնատմանը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել խոշոր համաշխարհային աղետի։ Սանչեսը հայտարարությունն արել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է առևտրային էմբարգո սահմանել Մադրիդի նկատմամբ Մերձավոր Արևելքում հակամարտության հարցում նրա դիրքորոշման պատճառով։ Իսպանիան արգելել էր ԱՄՆ-ին երկրի հարավում համատեղ շահագործվող ռազմածովային եւ օդային բազաները գործածել Թեհրանի դեմ։ Մենք չենք պատրաստվում մեղսակից լինել մի բանի, որը վատ է աշխարհի համար, կամ հակասում է մեր արժեքներին ու շահերին, պարզապես ինչ-որ մեկի հաշվեհարդարից խուսափելու համար, ասել է Իսպանիայի վարչապետը։
Այս ֆոնին էլ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ուժերը Իրանից արձակված բալիստիկ հրթիռ են գտել եւ ոչնչացրել։ Բալիստիկ հրթիռ որսալուց հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսով զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ հայտարարության Ֆիդանն ասել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության տարածմանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Անկարայում Իրանի դեսպանին կանչել են երկրի արտգործնախարարություն։ Ըստ լուրերի դեսպանին փոխանցել են միջադեպի վերաբերյալ Թուրքիայի արձագանքներն ու մտահոգությունները։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանում գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու համար նշանակվող ցանկացած առաջնորդ անվիճելի թիրախ կդառնա։ Այս ֆոնին էլ ակտիվ քննարկվում է Խամենեիի հավանական իրավահաջորդի հարցը։ Բելարուսում Իրանի դեսպանը հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդի անունը կհայտարարվի այս շաբաթ։ Սակայն փակ դռների հետևում քննարկվում է Մոջթաբա Խամենեիի անունը։ Նա գերագույն առաջնորդի որդին է։ Նախքան Խամենեիի սպանությունն ու այս պատերազմի սկսելը Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ գերագույն հոգևոր առաջնորդին սպանելու դեպքում կընտրեն նորը։ Այսինքն Իրանն ունի թեկնածու, որի վրա աշխատել են ու պատրաստել այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Որդին կփոխարինի արդյոք հորը, պարզ կլինի շուտով։ Իսկ ինչ է հայտնի Իրանի նոր հնարավոր առաջնորդի մասին, ով է միշտ կուլիսներում մնացած Մոջթաբա Խամենեին, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Իրանի քաղաքական վերնախավում տարիներ շարունակ շրջանառվում է մի անուն, որը գրեթե չի հնչում պաշտոնական հաղորդագրություններում, բայց մշտապես առկա է կուլիսային քննարկումներում։ Խոսքը Մոջթաբա Խամենեիի մասին է, Իրանի սպանված գերագույն առաջնորդի որդու, որի ազդեցության մասին խոսակցությունները չեն դադարում ավելի քան 1 տասնամյակ։ Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Մաշհադ քաղաքում։ Նա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Դպրոցական կրթությունից հետո սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, ապա շարունակել ուսումը Ղոմում հոգևորական դառնալու համար։ Հետագայում աստվածաբանություն է դասավանդել Ղոմի աստվածաբանական ճեմարանում։ 1987-ից 88 թվականներին Մոջթաբան մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին եւ իր հսկողության տակ է վերցրել բասիջ աշխարհազորային ուժերը։ Չնայած Մոջթաբան երբեք չի զբաղեցրել որևէ բարձր պետական պաշտոն, սակայն մի շարք իրանցի նախկին պաշտոնյաներ եւ արևմտյան վերլուծական կենտրոններ նրան նկարագրում են որպես ազդեցիկ միջնորդ հոր գրասենյակի, անվտանգության կառույցների եւ քաղաքական էլիտայի միջև։ 2000-ականների սկզբից շրջանառվում են տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների հետ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նա դեր է խաղացել այդ կառույցում հավատարիմ կադրերի առաջ խաղացման հարցում։ Իրանի ներսում այս թեման գրեթե չի լուսաբանվում, իսկ պաշտոնական հաստատում երբևէ չի եղել։ Նրա անունը կապում են նաև օֆշորային ֆինանսական ցանցի հետ, որը գործածվում է Իրանից դուրս ակտիվներ պահելու եւ տեղաշարժելու համար։ 2009 թվականի նախագահական ընտրությունից հետո, երբ բողոքի զանգվածային ալիք բարձրացավ ընտրության արդյունքների դեմ, ընդդիմադիր շրջանակները պնդում էին, որ Մոջթաբան աջակցել է բողոքի ցույցերի դեմ կոշտ ուժային արձագանքին։ Այդ պնդումները պետական մակարդակով հերքվել են կամ անտեսվել, սակայն նրա անունը այդ իրադարձություններից հետո հայտնվել է ներքաղաքական քննարկումների կենտրոնում։ 2019 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ, նրան ընդգրկելով Իրանի գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատի այն անձանց ցանկում, որոնք Վաշինգտոնի գնահատմամբ ներգրավված են իշխանության կոշտ քաղաքականության մեջ։ Պատժամիջոցները ենթադրում են Միացյալ Նահանգների իրավազորության ներքո ակտիվների սառեցում եւ ամերիկյան կողմի հետ գործարքների արգելք։ Թեհրանն այդ քայլը բնութագրում է քաղաքական ճնշում եւ միջամտություն ներքին գործերին։ Իրանի սահմանադրությամբ գերագույն առաջնորդին ընտրում է բանիմացների ժողովը։ Մոջթաբա Խամենեիի անունը պարբերաբար հիշատակվում է որպես հնարավոր իրավահաջորդ, իսկ այժմ, երբ Ալի Խամենեին մահացած է, ել ավելի հավանական է համարվում հենց Մոջթաբայի ընտրությունը։ Մոջթաբա Խամենեին գրեթե հանդես չի գալիս հրապարակային ելույթներով, հարցազրույցներ չի տալիս եւ հազվադեպ է երևում պետական միջոցառումներում։ Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա նա 2004 թվականին ամուսնացել է Զահրա Հադդադադելի հետ, ունի 3 երեխա։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մահվան մասին տարածված լուրերից հետո հանրության առաջ է հայտնվել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Նրա հայտնվելը մեծ արձագանք է առաջացրել սոցիալական հարթակներում, հաշվի առնելով վերջին օրերին շրջանառվող հակասական տեղեկությունները։
Սակայն դիվանագիտական ու ռազմատենչ հայտարարությունների գինը վճարում են մարդիկ սեփական կյանքով։ Սարսափելի կադրեր են հրապարակվել Իրանի Բուշեհրի հիվանդանոցի նորածինների բաժանմունքից։ Հիվանդանոցը ավերվել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Տարհանել են վաղաժամ ծնված նորածիններին, բայց որոշ նորածիններ մահացել են, քանի որ հարվածից հետո սարքավորումներն անջատվել են։ Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն հիվանդանոցի են հարվածում։ Օրեր առաջ հարվածել էին նաեւ Թեհրանի Գանդիի բժշկական կենտրոնին։ Իսկ ինչ վիճակում են Իրանում ու Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող հայերը։ Իրանում հեռախոսակապի եւ ինտերնետի խափանումները դարձել են կանոնավոր։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կարողանում է ամենօրյա ռեժիմով կապ հաստատել թե Իրանում, թե Մերձավոր Արևելքի մյուս ռազմական գոտիներում գտնվող հայերի հետ։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Իրանում եւ Մերձավոր Արևելքի երկրներում տիրող վիճակի ֆոնին հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժգից տարածաշրջանում գտնվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ստացել ենք շուրջ 30-35 հեռախոսազանգ, հիմնականում զանգերը եղել են Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող քաղաքացիներից, նաև Իրանից, Բահրեյնից, Քաթարից, Քուվեյթից եւ Լիբանանից, հիմնականում ուղղակի տեղեկատվական զանգեր են, այսպես ասած, կամ ցանկանում են իմանալ ավիաչվերթների վերաբերյալ տեղեկատվություն, կամ նաև սովորաբար հարազատներ են մեծ զանգահարում, որպեսզի ընդհանուր առմամբ կամ անվտանգային որևէ ցուցումների համար կամ ընդհանուր առմամբ իրավիճակի հետ կապված նորություններ իմանալու համար։ Հայաստանի քաղաքացիների անվտանգ վերադարձի համար պատասխանատու է մեր երկրի արտաքին գերատեսչությունը, որն այս օրերին սահմանափակվել է հայտարարություններով ու գործընկերների հետ հեռախոսով զրուցելով։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ падգամավորները գործադրի անդամներից հետաքրքրվեցին, պատրաստվում են որևէ քայլ անել զսպելու ավիափոխադրողների թռիչքների արժեքը կտրուկ բարձրացնելու քաղաքականությունը, որը կապված է վերջին օրերին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող վիճակի հետ։ Լսենք նախարարի պատասխանը։ Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք զբոսաշրջային նպատակներով, հա, կարելի է իհարկե լինի այլ պատճառներ, բայց ներողություն, եթե մի մարդ, օրինակ կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ, մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաև պահանջը կառավարության նկատմամբ նաև այդ տոմսը առնել, նաև այն կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաև Իսկ տոմսերի գինն իրականում բարձրացել է կտրուկ մի քանի անգամ։ Այսինքն, եթե զբոսաշրջիկը նախատեսել էր X բյուջե իր ճամփորդության համար, հիմա ստացվում է, որ բոլոր հաշվարկները հոդս են ցնդում, առաջանում են չնախատեսված ու բավական շատ ծախսեր։ Ինչպես է ռազմական լարվածությունը փոխում սովորական ճամփորդության կանոնները եւ ով է շահում այդ քաոսից, դիտենք ռեպորտաժը։ Տունդարձի ճամփան երկար է ու բարդ։ Միացյալ Նահանգները Իրան պատերազմը խառնեց բոլորային զբոսաշրջիկների պլանները, որոնք որոշել էին փետրվարի արձակուրդը անցկացնել օվկիանոսի ափին կամ ավելի հեռուն շարունակել իրենց ճանապարհը։ Հայկական տուրիստական խմբերում իրարանցում է մարդիկ չեղարկված չվերթների տոմսերը ձեռքներին չգիտեն, թե որ հաջորդականությամբ քայլեն։ Փաստի առջև են հայտնվել ոչ միայն օրինակ հանգստի նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Մերձավոր Արևելքի այլ երկրներ մեկնած քաղաքացիները, այլև տարանցիկ օդանավակայանում մնացած քաղաքացիները։ Ռոզան օրինակ Աբու Դաբիում ընտրել էր հյուրանոցի 17-րդ հարկի համարը եւ ծովին նայող տեսարանը, առանց իմանալու, որ շուտով հենց այդ տեսարանից է նայելու պատերազմին, իսկ բարձրահարկում մնալն այդ պահին դառնալու իրական պատուհաս։ Ժամը գիշերվա 3-ին իջնում ենք reception, չեմ կարող ասել, որ այնտեղ ապահով է, բայց գոնե առաջին հարկա։ Սկզբնական շրջանի 17-րդ հարկում էինք հյուրանոցի բնակվում, հետո հասկացանք այդ ամսի 28-ին, որ առաջի տարհանումը տեղի ունեցավ, շատ բարձր է ու շատ դժվարությամբ կարողացանք իջնել ամբողջությամբ աստիճաններով ենք իջել, երեխայի հետ ենք մանկասալակով, մեզ օգնեցին ուղղակի հյուրանոցի անծանոթ մարդիկ։
Ամեն բացվող առավոտվա առաջին գործը նախ հյուրանոցի ընդունարան գնալն է։ Յուրաքանչյուր օր մեկ օրով երկարացնում են հյուրանոցում գիշերակացը։ Սկզբում ասել են, թե ամեն օրվա համար զբոսաշրջիկն են վճարելու, իսկ հետո իրավիճակ է փոխվել։ Առավոտյան արդեն որ հասկացան, որ ամբողջ օդային տարածքը փակ է եւ կառավարությունը կոմպենսացիա իր տուրիստներին բնականաբար մեզ ասեցին, որ կերկարացնեն ամեն օր երկարացնում են։ Հիմա մենք ամեն օր իջնում ենք reception եւ երկարացնում ենք մեր օրը ցույց տալով մեր cancel տոմսերը։ Ուրեմն ամսի 1-ի cancel-ից հետո 3-ին ենք վերցրել տոմս, որը որ էլի չեղարկվել է, հիմա ամսի 6-ին ենք վերցրել ու սպասում ենք մեր չվերթին, դեռ ամեն ինչ նորմալ է։ Հրթիռակոծությունները շարունակվում են օրվա տարբեր ժամերին, մարդիկ չգիտեն, որն է ճիշտը շարունակել մնալ, թե հասնել Օման, որտեղ էլ սակայն հայկական ավիափոխադրողը մի քանի անգամ թանկ գնով չվերթներ է իրականացնում Հայաստան։ Նշեմ, որ տոմսի արժեքն է 900 եվրո, ինչը ինչ խոսք շատ բարի է իրենց կողմից, այսինքն միջևերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա իհարկե թողնենք իրենց խղճի վրա։ Ամեն դեպքում այս պահին տեղեկացնում եմ, որ Հայաստանը տարհանում չի կազմակերպում իր հաշվին իր քաղաքացիների համար, այլ պարզապես կազմակերպում է ավտոբուսով ուղևորափոխադրումը դեպի Օմանի օդանավակայան։ Մեկ այլ պատմություն է տարանցիկ գոտու մնացած հայրենակիցների վիճակը։ Օրինակ, Քուվեյթով ճամփորդողները պատերազմը սկսելուն պես մնացին օդանավակայանում։ Այնուհետև Քուվեյթի կառավարությունը հովանավորեց այնտեղ մնացած այցելուների կացության եւ սննդի ծախսերը։ Երեկոյան եւ գիշերները հիմնականում ազդանշանները աշխատում են, հոպը աշխատում է եւ լսվում է հակաօդայինի ոսվասած հարվածների ձայները։ Ցերեկները հիմնականում ավելի հանգիստ վիճակը մտնորդա։ Մեր հյուրանոցում գտնվում են գրեթե ամեն ազգից, տարբեր ազգերից։ Իրավիճակը այսպես է, որ Ջազիրա ընկերությունը փորձում է ինչ-որ միջոցներ ձեռնարկի մի ուղղությամբ։ Առաջիկայում քաղաքացիների համար ճամփորդությունը մնում է բարդ ու ռիսկային։ Քուվեյթը շրջափակված լինելով Սաուդյան Արաբիայով եւ Իրաքով պահանջում է հատուկ թույլտվություններ եւ մեծ պատրաստվածություն, իսկ փոխադրողներն անվտանգության երաշխիք չեն տալիս։ Այս պահին քննարկվող միակ հնարավոր ուղին այն է, որ քաղաքացիները հասնեն Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում գտնվող Ջիդդա քաղաք, այնտեղից Ստամբուլ եւ շարունակեն ճանապարհը ինքնուրույն իրենց միջոցներով։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հնարավոր օդային տարածքների փակումը ու դրանից պատասխանատվություն որևէ մեկը չի ստանձնում։ Միաժամանակ այս պահին Քուվեյթում մնացած ճանապարհորդներին մխիթարում է իրենց հասած անձնական իրերով ու մաքուր շորերով ճամպրուկները։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ մարտի 5-ին ժամը 21-ին Flyone ընկերության Մասկատ-Երևան չվերթի տոմսերը ձեռք բերած քաղաքացիները կարող են օգտվել դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար վերջին տեղափոխումներից։ Իրանի հետախուզությունը հայտնել է, որ ձերբակալել են ամերիկացի եւ իսրայելցի վարձկանների մի խումբ, որոնք պլանավորում էին տերորիստական հարձակումներ իրականացնել Թեհրանում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը առավոտյան ժամը 9-ին է, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը, բարի գիշեր։